Բարև բարեկամներ, Արցախի հանրայինի եթերում մեր շնեցրագրի հերթական թողարկումն է։ Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղի հետ մեր ծանոթությունը մենք սկսում ենք հենց այստեղից։ Ասում են գյուղը այնքան էլ մեծ չէ, կարող ենք նաև ոտքով հասնել մինչև գյուղամեջ։ Ամեն հյուրի հաց ու ջրով դիմավորելը արցախցու հին սովորություններից է։ Գյուղ մտնող ամեն մեկին Նոր Կարմիրավանը դիմավորում է սառը ջրով։ Հետաքրքիր աղբյուր ունի գյուղը, նաև ջուրն է սառնորակ։ Ջուրը հոսում է ծառի անմիջապես հենց բույնից, ով կպատկերացնի, որ սա Նոր Կարմիրավանցիների հնարամտության արդյունքն է։ Սա կարմիրավանցիների հատկապես ամառային շրջանում գյուղի ամենասիրած վայրն է։ Այստեղից էլ սկսվեց մեր ծանոթությունը Նոր Կարմիրավանի հետ։ Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղը գտնվում է մայրաքաղաքից գրեթե 40 կիլոմետր հեռավորության վրա։ Բնակչության թիվը 104 է։ Գյուղի մի ծայրից մյուսը հասնելու համար ոչ շատ ժամանակ, ոչ էլ առանձնապես մեծ ջանքեր էր պետք։ Նոր Կարմիրավանն այնքան փոքր է, որ ամբողջ գյուղը կարելի է շրջել մի քանի րոպեում, այն էլ ոտքով։ Առաջին հերթին փորձեցինք հասկանալ ինչ ունի, ինչի կարիք ունի Նոր Կարմիրավանը։ Արցախյան պատերազմից հետո հարազատ Կարմիրավան գյուղը ստիպված թողնելով եկան ու Նոր Կարմիրավան ստեղծեցին այստեղ։ 2003 թվականից նորաստեղծ գյուղը, Նոր Կարմիրավան քոչակը, այն ժամանակ մեծ գյուղ եղել, մոտ 565 բնակիչ։ Այսօր Նոր Կարմիրավանում բնակում է 104 բնակիչ։ Մեծ մասը կարմիրավանցիներ են, հին կարմիրավանցիներ, բայց կան տասնյակ ընտանիքներ, ովքեր բնակում են շրջանի տարբեր համայնքներում։ Այսօրվա գյուղի հիմնական խնդիրը բնակարանաշինությունն է, երկրորդը դպրոցի շենքի կառուցումն է։ Այսօր դպրոցի գտնվում է տեղակայված համայնքի շենքում, ժամանակավորապես դասընթացն են անցկացնում։ Նոր Կարմիրավանի դպրոցը այսօր 19 աշակերտ ունի, աճը տարեստարի նկատելի է։ Ամեն տարի 3-4 երեխա ծնվում է, կան 25 նախադպրոցական երեխա ունենք։ Նավթալյանների ընտանիքը հին Կարմիրավանից տեղափոխված ընտանիքներից է։ Տունուտեղից տարիների ձեռքբերումներից ստիպված հրաժարվեցին մեկ օրում։ Այստեղ ամեն ինչ զրոյից սկսեցին։ Ստեղծել բոստան, ծառեր, մարեր, ավերա գյուղ էր ալեստե։ Ոչ այնքան մեծ տնամերձ հողատարածքում նավթալյանները գրեթե ամեն ինչ ունեն։ Մեղվի փեթակներ, խաղողի փոքրիկ այգի, բերքատու ծառեր։ 25 հատ փեթակ ունենք, զբաղվում ենք դրանով, ամամի փեթակից 15-20 կիլո մեղր ենք վերցնում, տարեկան եմ 100-200 կիլո մեղր, բացի իրաց փայից, խաղողից էլ 500 լիտր ջինի, 50 լիտր արա օղի, յոլան չավլա ապրում, բերքա հավաքում ենք։ Գյուղը փոքր գյուղ է, բայց աշխարհագրական դիրքը հարմար է, կարողանում եք անասնապահությամբ, մեղվաբուծությամբ զբաղվել այնպես, որպեսզի եկամուտ ստանաք, բավարարող եկամուտ։ Գյուղը փոքր է, տարածքը փոքր է, լող արտեր են արել, սեփական, վերջը չարչարվերով պահում, մինոր փիզ, բայց մեղուների հետի հարմար է։ Անասունի համար մխրե դժվար է, խոզի համար վավշե դժվար է, ոչխարը հեշտ է պահել ստե, հա։ Կողքը լեռնային է փոքրին։ Հա, փոքրիկ լեռնային դաշտեր է, բայց տապաստանային դաշտերը լրիվ հացահատիկային դաշտեր ալի, ախր ժողովուրդը հացը վարում, բեռնանում վարոտ են օգտվում, ուքը վնաս չտանք, ջրի պակասություն կա գյուղում, թախմել է թավորոքման, եթե ջրի հարցը լավ լինի, ամեն ինչ կարելի ասած, որ լավ նորմալ է։ Հին սովետի գյուղից էլ ավելի հարմար է։ Երկար ժամանակ է, որ մեղվաբուծությամբ եք զբաղվում։ Ես սովետ օրոքել եմ, 15 տարեկանից մեղվաբուծությամբ զբաղվում եմ։ Ու շարժումը, որ սկսել եմ, նրանց թողել ենք, եկել նորից էլ ստեղծել եմ ստեղը մեղվաբուծությամբ։ Դա պապական մեր տանն ալի, ինչ են գործիքն է, անասնապահությունը, մեղվաբուծությունը, նու կարոջ կարգորգրիտ ասած, մեր սեփական անհատ աշխատանքը։ Ես պետության հետի քիչ եմ գործել։ Մոկալ լոլեի սեփական եմ աշխատել։ Սեփական ուտել եմ ստեղծում եմ, իմ երեխեքս ուտում են, կիսն էլ ծախում եմ, նույն փողը էլ է գալիս այն համար։ Ոչխարը պետք է մորթում եմ, օտում եմ, մսեմ փողջում տամ, քաղցրեղեն փողջում տամ, բերքը հավաքում եմ, հələ ուրիշ էլ գալիս է փողավառնում։ Գումար վաստակելուն հետ մեկտեղ նաև էկոլոգիապես մաքուր սնունդ եք ապահովում ձեր ընտանիքի համար։ Մաքուր սնունդում այնքան պետական սնունդներից չենք օգտվում, 90%։ Բանջարաբոստանային կուլտուրաներ նույնպես մշակում եք։
Բոստանը հա, ջուրը նման մշակում ենք, ես այդ տարվա եղանակ է։ Նո չնչին լի Բայց ստացվում է։ ստացվում է, հա, եթե ջուրը լավ ինում է, կարելի է ասած հələ կարելի է մին երկու ջուղել բավարարած։ Հա, բայց վար ջուր չնում, արդեն մեղերա փոխում ենք, ապրանքա փոխում ենք, առնում ենք։ Նու ստեղծում ենք, լի մեզ համար, ապրում ենք։ Էկոլոգիապես մաքուր սննդի նախապատվություն տվող այս մարդիկ տարիների ընթացքում բերքատու ծառերով հարստացրել են նաև այգին ու համոզված են, եթե ապրում ես գյուղում, ամեն ինչով պիտի զբաղվես։ Մինկով անենք, կթում ենք, դրանավ զորա յոլայում տանում խողեկս, հասեմ ծախեմ, չէ, ծախım չում, անջախ հասցնում, երեխեքս պահում, թորնիկնես պահում, 4 թորն ունեմ։ Շատ հետաքրքիր, շատ լավ մշակված այգի ունեք։ Այս բոլոր ծառերը դուք եք տնկել։ Հա, կեսը մոնք ենք տնկալ, սես նորները ճիշտա իլելա, պահալենք, տետենս մծացալա, աճեցրալենք, թողաչենք, լի վար չուրանա, բայց վար եկանք իլել, չտակրենք կուջուր իլելա։ Դիմենք պահալենք, լոխտարալա, բայց սես վիշնիկը, սես կարալոկը, խորնիկը, բացի նռնից, Ես վիշնի պենեմ լող մունք տիրել։ Սե շիլորը իլելա, նե շիլորը ստղն դեղան տերալա։ Բայց շևտուլու, ծերանը, լող մր սեսենց կրտնքալ ենք տիրել։ Բերք ստանում եք այս աշխատանքի արդյունքում։ Չէ, սե հիմա ստարի վշին պեն կավեջ, ենա տեղ։ Իսկ անցյալ տարիներին։ Անցյալ տարին ծերան իմ տրնաս կաղալում, շևտուլու իմ տրնաս կաղալում, Վիշնին իմ տրնաս կաղալում, կամբոտորալ, վարենի պալ ինձ սրալ, բայց թասեմ, կարամ, ես տանեմ, ծախեմ, տա չի եղել։ Չի ստացու է, հիմիկ վա իրա, վա եշմ սարնի ասա մինյանա, բայց վեշմ պեն կավեշտ։ Գյուղում մի բանի հասնելու, ապրու ստեղծելու համար այս տարիներին մի սկզբունքով են առաջնորդվել։ Ձերքը վունք տուվալ, ուրյուր հսրալի, ամեն ինչ ուրյուր պաջեշկային կրալ, ամեն ինչը լող քումիգվի յալի տերն թասես մնակ ես ու դու կարանք մնակ անենք դա տերնալ չի։ Վղճար, էդ, ամեն ինչով զբաղվում ենք։ Kömək ընկրալ, ասում չում թե հա յուր պաջեշկա անելավ, kömək ընկրալ, խոզել ենք պահում, հավել ենք պահում, օրդյակա, ғազա, ամեն ինչը պահում ենք։ Իսկ այս ամենից վաճառել, եկամուտ ստանալ։ Չէ, վաճառում չում։ Հա, եթե նե էսածս ենա ապրանք ունեմ, խոզ ունեմ, ցուլիկ ունեմ, եթե կարամ ծախեմ, ինձ էտի շատ լավ կնի։ Այսպես ձերքի տալով օրվա հացը վաստակելու հետ մեկտեղ կարողացան նաև հարևանությամբ տուն շինել, դստեր համար։ 10 տարի սպասելուց հետո ապրիլին պիտի տեղափոխվեին, կրկին պատերազմը խանգարեց։ Իմ հարևանությամբ տոնում սարքալ իմ աղջկանս հետի։ Պիրալում տոնը սարքալ, կրիշը վնրած, ամեն ինչը։ Ձեր միջոցներով եք տունը շինել։ Հա, լող մր միջոցավը տոնը սարքալանք, շիպրը Ժեշտը զորրա մի հանգավեր ենք, հա, էսա 10 տարեյա։ 10 տարեյա վարետոնը զորրա պրծծրալ ենք։ Դե մենք պրծալ ենք, ասանք ապրիլի 2-ին իրա, խոխած գրաղան, տեղափոխվե, հոնց ու վեշերը ուրյուր կցին պիրիմ կյա ուրան տոնը, տերալանենց վար չի ստացվել։ Մի տեսակ անսովոր է տարվա այս եղանակին գյուղում պարապ մարդ տեսնելը։ Ամեն տարի այս ամիսներին կարմիրավանցու տեսնել կարող էիր միայն բանջարանոցում։ Ապրիլյան պատերազմի պատճառով գյուղատնտեսական շատ աշխատանքներ կիսատ մնացին։ Լավ ենք ապրում, ասում չունք պիսին ապրում, ապրին է մրնախագան, միչե մինե թողասինք, կենգյա կյացալ չում, դինգի տատեղելալ չում։ Լավ ալել, միչե մհենգի, լավ ենք արխային։ Ինչպես եք ապրում, ինչով եք զբաղվում գյուղում։ Պասկի ինչով ապրում, եք ստարը ինչ там դրիգին լանելից։ Յոլայքեն, վարասը լավ չենք, սնչում ենք, յոլայքեն, լավ չենք, վակարով չինի լավ կնի, բայց վակարով կաղունց կարող կասին լավ ենք։ Սնչում ենք, լի ամենորյա, Դա եկստի։ մինոր վատ, տենց յոլայքեն մատա։ Բաբոն կողքում է փեն։ Հետաքրքիր գյուղացիների հիմնական զբաղմունքը ո՞րն է։ Եկ բանում ասի։ Հիմնական զբաղմունքը ահր մարդիկա արտանանում, բախչավի ես կուլտուրա է, բոստան մոստանանում, Թերի նկարի, նու անասնաբություն են զբաղում, Սիմբոլայսը, նուղաշը։ ինչ որ Հա, դա նկարմա։
Եմարաս մաջ յուղը ինչ որ բաներ կա, Լամա նրանով ջուրը զբաղվում են։ Բոլոր ճյուղերով զբաղվում են, գյուղատնտեսության ինչ ճյուղ կա, լոխը զբաղվում են։ Իսկ արդյունքներն ինչպիսին են գյուղացու համար կամ պայմաններ, որպեսզի կարողանաք այս ստացված թե մսամթերքը, թե բերքը վաճառքի հանել, շուկա հանել։ Լե ճիշտ ասած բերքը ճիրանա կախված։ Բունությունը նակա։ Բունությունը կախված, ճիրանա կախված։ Եթե ճյուրու ինումա բերքնել անիմ, եթե ինում չի, լի ասма вода это движущая сила природы։ Մենք այդ ճյուրն էլ կտրվում է, չկա, այդ мясомолочной продукցիան էլ։ Շատերը կարում չեն վաճառեն։ Այսինքն մարդիկ կամ ուզում են ծրի երկալատ տարածին, լի տետեսպեն։ Բայց իրան իսկական կինը ուզում չեն, լի ոնց որ պետք է պետականորեն յուրան ընտանին, տետեսպեն։ Շրջենտրոնից շատ մոտ է գյուղը։ Ծախսերի առումով ավելի նպաստավոր է, որպեսզի հենց այդ նույն մթերքը շրջենտրոն հասցնեք վաճառեք։ Հնարավոր չէ այդպես անել։ Շրջենտրոնում են չենք միս կավար, մրի կշտեներեիմ չի։ Քանի местной точка կալոխան է լիգը, օչերդը ունտուրում է լաչտարը, մեզ ուտում չի։ Իսկ գյուղատնտեսության որ ճյուղն է ավելի նպաստավոր այստեղ։ Կերիա, ծորենա, ընդհանրապես ամեն ինչ լավել տարմա, եթե իրան ժամանակ են կարմս ագրոտեխնические обработки չանես, հողը իր հետ, եթե կարմս գործանես, ամեն ինչն էլ տարմա։ Ինչ ուղարած իրան ժամանակ են չարնա, ջուրնա, մշակումնա, եթե այդ մշակույթը լրի ոնց որ պետք է ագրոտեխնический պանավանումս տարմա, փիշ տարմ, լավ տարմ ստացվում է։ Այստեղ փոքրինչ այլ է պատկերը։ Հողը մշակված, իսկ բանջարաբոստանային որոշ կուլտուրաներ հերթական խնամքն են պահանջում։ Օրվա որ ժամին է ավելի հարմար գյուղացու համար աշխատել բանջարանոցում։ Գյուղացու համար ավելի հարմար է աշխատել 7-ից հետո հով ժամերին։ Ես ինքս ծառայող եմ։ Ես մտածում եի, որ կասեիք առավոտյան վաղ։ Առավոտյան վաղել 6-ից մինչև 8-ը աշխատում եմ հողամասում, 8-ից հետո ես ծառայող եմ։ Ծառայող ասածները վայինի եմ, պայմանագրային զինվորական եմ, գնում եմ իմ ծառայության վայրը, հետո ժամը 7-ից հետո էլի աշխատում եմ հողամասում։ Մենք ամեն օր մնացել ենք գյուղում, ոչ մի վարքյան գյուղը չենք լքել, քանի որ ես զինծառայող եմ, ունեմ 2 տղա զինծառայող, 3 հոգի ենք ընտանիքում, 3-ն էլ զինծառայող ենք։ Գյուղում հիմնականում ինչով են զբաղվում։ Հիմնական զբաղմունքը ո՞րն է գյուղացու։ Հիմնական զբաղմունքը անասնապուծությունն է, հողագործությունն է, ով որ կարողանում է աշխատատեղեր ունի, աշխատում է դպրոցում, համայնքում։ Էտա էլի գյուղի հիմնական գործը էտա։ Տենց մի զավոդ չկա, մի բան չկա, գյուղա, ով որ հիմնական գործ ունի, անում է, եթե չէ հողագործությունն, անասնապուծությունը կահու կա։ Կարմիրավանցիները գյուղի կյանքից մեծ հաշվով չեն դժգոհում, միայն թե ջուր լինի, հողի հետ աշխատանքը արդյունք կունենա։ Հողը շատ բերքառատ է, ով աշխատի, այն էլ կուտի։ Հիմնականում այսքանն է։ Դե հերիքացնում է էլի ջրային պայմանները մի քիչ այնչի ամառվա ընթացքում ինչքան կարողանում ենք, այնքան էլ հասցնում ենք, այնքան որ ընտանիքը յոլա տանենք էլ։ Իսկ շուկա հանելու արտադրանքներն եք։ Չէ, շուկա հանելու ոչ մի բան չունենք։ 21 հատ թորնիկ ունեմ, 4 հատ երեխա ունեմ։ Ամենամեծ հարստությունն է դա։ Հա, հազիվետ ենք հասնում երեխեքին։ Ուրիշ տես բան չկա որ ասեմ։ Հազիվ իրանց համար ենք անում։ Ինչ է կարծում, ինչ է պետք գյուղում լավ ապրուստ ունենալու համար։ Լավ ապրուստ ունենալու համար պետք է աշխատես։ Դե որ ձեռնարկություն չկա, մին զավոդ չկա, բան չկա, հողագործությունը պիտի անես, անասնաբուծություն պիտի անես։ Էդ էլի ինչ ասեմ։ Իսկ աշխատասեր են ձեր գյուղացիները։ Այո, աշխատասեր են։ Եթե ջուրը ժամանակին լինում է, սաղնել իրանց բոստանները մշակում են, այս տարի է, որ մի քիչ պայմանները այն չէր էս պատերազմական ժամանակաշրջանում, դրա համար համարյա տես ոչ մեկը բոստան չի արել։
Դե այնա հետ են եկել երևի կսկսեն ինչ որ ժամանակի ընթացքում հարմարա այն էլ կցանեն իրանց երեխեքին պահեն էլ։ Գյուղում առանց գյուղատնտեսության հնարավոր չէ։ Չէ, հնարավոր չի։ Շատ հարմար է ամեն ինչով, մտադրություն էլ չունենք դուրս գալու, դե այսքան շինարարությունը սարքելուց հետո ուր գնաս, պիտի սկսես միջև վերջ, սկսել ենք պիտի վերջացնենք, երեխեքս էլ չունեն մտադրություն գնալու, սաղս էլ են հավաքված, երկու տղաս, թորները սաղս են ներկա պահեն իմ տանը, մինչև տենանք ոնց հալնում էլ եմ ին տղան պիտի առանձնանա, որ կարանք յոլա տանենք, 10 հատ երեխա կա հիմա ներկա պահեն տանը, մենակ երեխա։ Գյուղի զարգացման, գյուղացիների կյանքի բարելավման ուղղված որոշ ծրագրեր արդեն ընթացքի մեջ են։ Խմելու ջրի ներքին ցանցը պետք է փոխվի, քանի որ մեր ինքնահոս ջուրը ցամաքիլ է, արտեզյան ջրհոր է կառուցված, դեռ ներքին ցանցը հին է։ 2003 թվականին է կառուցվել, հիմնական խնդիրը դա է, որ պիտի ներքին ցանցը փոխվի։ Մենք նկատեցինք, որ նաև գյուղն ապահովված է ներքին լուսավորմամբ։ Երբ է այս ծրագիրն իրականացվել։ Այդ ծրագիրը 2010 թվականին ենք իրականացրել, դեռ դա շարունակական կլինի։ Այսինքն ոչ գյուղն ամբողջությամբ չէ։ Չէ, գյուղը ամբողջությամբ լուսավորված չի։ Մեկ թաղամասը դեպի դպրոց տանող ճանապարհն է լուսավորված։ 6 եւ ավելի երեխա ունեցողների համար մեկ բնակարան արդեն սկսած է, երևի մյուս տարի կավարտեն, 2 ընտանիքի համար էլ այս տարի պիտի սկսեն։ 3 բազմազավակ ընտանիքի համար պետք է տուն կառուցեն։ Շատ են գյուղում բազմազավակ ընտանիքները։ 6 բազմազավակ ընտանիք ունեն։ Հուսանք հեռու չէ այն օրը, երբ անցորդին գյուղը կգրավի ոչ միայն ներքին լուսավորմամբ, նորակառույցներով, այլ նաև գյուղացու բարեկեցիկ ապրուստով ու ապագայի հանդեպ հստակ պատկերացումներով։ Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղը թեև փոքրիկ գյուղ է, բայց հարմար աշխարհագրական դիրք ունի։ Ասում են հողն էլ բերի է, հարմար է նաև անասնապահությամբ զբաղվել է։ Գյուղացու ուզածը մի բան է՝ խաղաղություն լինի երկրում։ Գյուղատնտեսության ինչ ճյուղերով եք զբաղվում այսօր։ Այսօր զբաղվում եմ տանը վատքը, տանը հացը, խմորեղեն ենք պատրաստում։ Անասնապահը դեռ չտուա։ Ոչ կարում ծախի, ոչ կարում պինցնի։ Գրեցալ չենք վարանենք, հենիք դարձած դեն։